Շաքարային դիաբետ ունեցող երեխաներին զրկում են հաշմանդամության թոշակից ու հաշմանդամության կարգից։ Ծնողները այն հարցին, թե ինչու են իրենց երեխաներին կտրում նպաստ թոշակից այն դեպքում, երբ դիաբետիկները ունեն հատուկ սննդակարգ, օգտագործում են ամենօրյա դեղորայք ու նրանց հատուկ խնամք է պահանջվում, որը բազմաթիվ ֆինանսական միջոցների հետ է կապված, պատկան մարմինները պատասխանել են, որ դիաբետը ապրելակերպ է ու թոշակ չեն ստանա այնքան ժամանակ, մինչև չունենան ուղեկից այլ հիվանդություններ։ Օրինակ, ծնող կա, ում երեխան բարդ ալերգիա ունի։ Այն դեպքում, երբ տարին մեկ անգամ երեխան պառկում է հիվանդանոց, մեկ ուրիշին էլ ստուգող հանձնաժողովը ուշագրավ պատճառաբանություն է ներկայացրել։ Երեխուն երկու հաշտվեցին, ինքը բաների հետ կապված դու կարող ես ներարկում կատարես, ասեց այո կարում եմ։ Չգիտեմ, այնտեղ ոտքերին հենց նենց չափումներ արեցին, ինչ էին չափում։ Ասեցի, բա վերջը եկրին իրանց, եկ կարելի է հասնել, եթե մեկին տալիս են, մեկին չգիտեմ, որ երեխեք ստանում են։ Ասեցի, երբ որ խնդիրներ առաջանա իրա մոտ։ Հաշմանդամության կարգը ըստ էության տալիս է մի շարք առավելություններ։ Օրինակ, նրանք բույրսպասարկումը ստանում են լիովին անվճար։ Ստոմատոլոգիական ծառայություններից սկսած մինչև բարդ վիրահատական միջամտություններ տարին մեկ անգամ էլ կարող էին առողջարան գնալ։ Պետությունը նաև կատարում էր ուսման վարձի փոխհատուցում։ Ժամը լրատվականին սոցիալնախարարությունից պարզաբանում են, հաշվի են առնում, թե անձը տվյալ պահին որքանով է ֆունկցիոնալ։ Գնահատում ենք տվյալ անձի ֆունկցիոնալությունը, թե որքանով է նա կարողանում հասարակական կյանքին մասնակցել, լիարժեք ինտեգրվել, ինքնագործունեություն ծավալել եւ այլն։ Շաքարային դիաբետի պատճառով առաջացած ֆունկցիոնալ խանգարումն այն աստիճանի չէ, որ հանգեցնի հաշմանդամության կամ կենսագործունեության որևէ սահմանափակման, օրինակ ֆիզիկական սահմանափակման կամ հոգեկան լուրջ խնդիրների։ Միասնական սոցիալական ծառայությունը հենց այս հիմնավորմամբ է մերժել շաքարային դիաբետ ունեցող մի շարք քաղաքացիների հաշմանդամության կարգ սահմանելու դիմումները։ Մայրաքաղաքից դուրս ապրող դիաբետիկների վիճակը ավելի վատ է, փաստում են ծնողները։ Ճանապարհածախս բուժման գումար են վճարում, փոխարենը պատկան մարմինները ըստ ծնողների հաշվի չեն առնում, թե երեխան ինչ պայմաններում է ապրում, որ օրինակ իրեն պետության կողմից տրամադրվող ինսուլինը չի բավարարում ամենօրյա օգտագործման համար։ Ուրիշ թանկ դեղորայք էլ է պետք, որը ծնողները գնում են սեփական միջոցների հաշվին։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։